երկրի անարդարության, սովի պատճառը դատավորներն են։ Այս հարցը պատական չեմ տալի, որտեղ տևական ժամանակ կառավարության հարցի պատասխանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է անում, որ դատական համակարգը եռագլուխ մաֆիայի դեմ է պայքարում, կոռումպացված դատավորները պետք է նստեն, ասում է դիակի մոտ բռնում ես, գնում են հասնում են դատարան, արդարանում են։ Հիմա ստացվում այնպես, որ երկրի անարդարության սովի պատճառը դատավորներն են։ Երբանից եւ ինչպես օրինակ դատավոր Վահե Դոլմազյանը պետք է վերանայի իր աշխատանքը։ Կամ այսպիսի արտահայտություններ են, չէ՞, ձեր դիտությամբ հնչեցնեմ, ասում են, ձեզ հաշիվ տվեք, ինչով եք զբաղված։ Օրինակ Վահե Դոլմազյանը ինչպես իրեն պետք է հաշիվ տա, որ դառնա օրինակ Նիկոլ Փաշինյանի սրտի դատավոր։ Մեթոդը։ Դատավոր Վահե Դոլմազյանը որպես իրավաբան քննիչ ժամանակել է նույն կերպ արդարադատության իրականացրել, այսպես ասած, իր լիազորության շրջանակում դատախազ ժամանակել հիմա էլ որպես դատավոր։ Այսինքն, եթե դատական իշխանությունը որպես իշխանության առանձին մարմին այսօր առանձնացումը չեմ կարող քաղաքական հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ անել, բայց դատավոր Վահե Դոլմազյանը նույնն է, ինչ 2010 թվականին, 2016-ից 15-ից 20 թվականին, նաև հիմա։ Պարոն Դոլմազյան, եւ արդյոք չեն հեղինակազրկում դատական համակարգը, պարոն Դոլմազյան։ Ասում եք, կոռումպացված դատական համակարգ, կաշառք վերցնող դատավորներ, դուք հիմա այդ համակարգի ներկայացուցիչներ։ Օրինակ դուք կաշառք եղել է վերցնեք։ Դուք շատ անիմաստ ու շատ անխոհեմ հարց եք տալիս։ Եթե նման բան լիներ, ես դատավոր չէի աշխատի այդքան բան։ Հիմա այս հայտարարությունը չեն հեղինակam եւ դες հարց ուղեցիներով երբ որ եկել եք դատավորների ժողովը, օրինակ Ռուբեն Վարդազյանը մեծ այդ զրույցում էր ասել, որ ես ավելի քան վստահ եմ, Վահե Դոլմազյանը նույն էնտուզիազմով այս իշխանություններին է դատելու։ Այս մասով ինչ մեկնաբանություն կտաք։ Ես այդ հարցի հետ կապված իմ դիրքորոշումը հայտնել եմ ձեզ, անձամբ ձեզ։ Այո, չպատասխանեցի, բան չի փոխվել որպես այդ հարցը կապված։ Կոմենտները ջնջվում են, պարոն Դոլմազյան, ձեր մասով, դա ես ձեզ վստահեցնում եմ, որպես ժողովրդի լիակամությունից վերագրում։ Բայց դուք իմ Ես կարծում եմ ցանկացած դատավոր, ցանկացած իրավապահ մարմնի ներկայացուցիչ, ով իր պաշտոնը ստանձնել է, պաշտոն ստանձնելուց էլ երդվել է, պահպանում է օրենքը եւ կապ չունի ով է մեղադրյալի աթոռին։ Բոլորը հավասար են օրենքի առջև։ Նիկոլ Փաշինյանը ասել Սամվել Կարապետյանը, Ծառուկյանը եւ այլ դիմադիր լիդերներ պետք է նստեն տասնյակներով։ Հիմա դուք քնում եք Սամվել Կարապետյանի գործը։ Պետք է նստի, թե չէ։ Եվ երբ լսում եք վարչապետի այս հայտարարությունը, ոնց եք ընկալում, չեք ճնշվում, երկրի ղեկավարը մի կողմից ասում է պետք է նստի, մյուս կողմից արդարադատությունն է։ Երկրի ղեկավարը տարբեր հանգամանքներով պայմանավորված կարող է տարբեր քաղաքական հայտարարություններ անել եւ չի հրահանգում, որովհետեւ յուրաքանչյուր դատավոր կոնկրետ գործը քննում է կոնկրետ հանգամանքները հաշվի առնելով, կոնկրետ քրեադատավարական իրադրությունը հաշվի առնելով։ Հետևաբար մի օրինակով պայմանականորեն ինչ-որ հայտարարության անելը կամ ինչ-որ հանգամանքներից տեղեկացված լինելով պայմանավորված քաղաքական հայտարարություն անելը, չեմ կարծում, որ դա վերաբերում է ոչ եթե Կարապետյանին չնստեցնենք, այսինքն բան չունենք, հա, ձեր նկատմամբ քրեական պրոցեսներ, ճնշումներ եւ այլն ինչ որ բան չի հետևի, պարոն Դոլմազյան, այդպեսի մտահոգություն դուք չունեք, որովհետեւ երկրորդ տարբերակը կարծես կաշառք ինչ եք մտածում, որ այսպես առաջի դեմ խասում է։ Ասում են ինչ են նստածում քաշարքին։ Այո։ Ասում են լիքը փող ունեն մաֆիոզները, տալիս են քաշարք։ մի շարք դատական նիստերի դուք ներկա եք լինում պրոցեսին, հետևում եք, հետևությունները թողնում եմ ձեզ։ Ես տեսնում եմ, որ Սամվել Կարապետյանը թողնում է նրան կարող։ Այո, տեսնում եք, որ թողնում եք։ Հիմքը եթե կա, ուրեմն խափան միջոցի տվյալ տեսակն է պիտանի։ Երբ որ այլ իրավիճակ կլինի, կգտնի, որ ավելի մեծ խափան միջոցը կարող է լինել պիտանի միջոց, կկիրառվի առավել մեծ խափանուն միջոց։